Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 ժամի YouTube-յան էջում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանին։ Ողջույն ձեզ, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք ժամ առ ժամ շատ չարաղետ սպասման մեջ ենք Կիրակի օրվա ինքնակոչ կրոնական ծեսին կամ արարողության ընթառաջ, այնինչ կատարվելու է 4-րդ դարով թվագրվող հովանավանքում ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ երբեք սուրբ եւ անմահ պատարագ։ Եվ ակնհայտ է, որ վարչախմբի ու նրա կամակատարը դարձած Ոման Ստեփան Հասատրյանի նպատակը սադրանք հրահրելն է։ Ինչ անել, պարոն Գասպարյան, այստեղ, այսպես ասած, մտքի երկու դպրոց կա։ Ոմանք ասում են, պետք է գնալ եւ տեղում փորձել պաշտպանել մեր քրիստոնեական սրբությունը եւ թույլ չտալ, որ այդտեղ պղծություն իրականացվի։ Մյուսները կարծում են, որ քանի դեռ չի հնչել Մայրաթորի կոչը եւ անձամբ վեհապար հայրապետի ուղերձը, քանի եկեղեցու զանգերը չեն խփել, թեև արդեն կա ակնարկ, որ հնարավոր է բանադրանք եւ նզովք, իսկ դա ամենածանր պատժամիջոցն է եկեղեցու կողմից, ապա ինքնագործունեությամբ պետք չէ զբաղվել, փոխարենը ճիշտ հակառակը պետք է հեղեղել Հայաստանի մյուս բոլոր եկեղեցիները եւ մասնակցել իրական կիրակնորյա պատարագների։ Ես իհարկե 3-4 տարբերակներն էլ կառաջարկեի, թե ինչ է հնարավոր անել, որովհետեւ մենք գործ ունենք ոչ թե զուտ կրոնական ծիսակարգի հետ, այլ գործ ունենք կրոնակահաղական process-ի հետ, որտեղ 14 օրը խառնվել են իրար, բայց այդ երկու տարբերակներից բնականաբար կնախընտրեի երկրորդը, որովհետև մի քանի հարցազրույցներ հենց առաջ հենց այդ միտքն է առաջ տարել, որ այո, բոլոր եկեղեցիների բակերը պետք է ողողել եւ ցույց տալ, որ անկախ փաստից դու հավատացյալ ես, չես, հեթանոս ես, չգիտեմ ինչ ես քեզ համարում, դու հայ եկեղեցու կողքին ես կանգնած, եթե նկատում եք, ես սովորաբար եւ իմ վերլուծականներում եւ տարբեր հրապարակային ելույթներում չեմ գործածում հայ առաքելական եկեղեցի հասկացությունը, ասում եմ հայ եկեղեցի, որովհետեւ եթե եկեղեցիդ հայկական է, բացառապես ազգային կամ էթնոպատկան տարնես գործածում, դու հնարավորություն ես ունենում նաև հասարակության մնացած այն շերտերին ներգրավել, որոնք քո դավանանքին կողմ չեն, կամ համամիտ չեն, կամ հետևորդ չեն։ Հայ եկեղեցու մեջ մտնում են հարանվանությունները նաև, մյուս կաթոլիկ եկեղեցին, ավետարանականները չունեն պատասխանատվություն, ունեն հասարակ բան եմ ասում, Սողոմոն Թեհլերյանը, ինքը հայ ավետարանական եկեղեցու հետևորդ էր, բայց հայ ավետարանական եկեղեցու, քո ազգի պարծանքը, ուստի եւ այդ տարբերակումները դնելը, մեկը հայկազուն է իրեն համարում, մյուսը հեթանոս է, մյուսը առաքելական է, մյուսը չգիտեմ ինչ է, նույնիսկ Սպիրկում որ ասում են լուսավորչական է, կաթոլիկ է եւ այլն, այստեղ խնդիրը դա չէ։ Այստեղ խնդիրը այն է, որ բոլորս մեկ մարդու նման պիտի գնանք եւ ոչ թե այս իշխանության ինչ որ բան ասել, որովհետև սա այս իշխանության խելքի բանը չէ։ Սա շատ ավելի մեծ process է եւ արմատները շատ ավելի խորքից են գալիս, քան ԿՊ կոչեցյալ խմբակը 2018 թվականին հենց Սկանդևանում այդ մասկի շոուն, որ սարքեց վեհապար հորը քաշքշելով եւ այլն։ Սա շատ ավելի խորքային եւ մեծ process է։ Սա քրիստոնեության տրանսֆորմացիայի խնդիրն է։ Եվ քրիստոնեության հենասյուները, առաքելական հենասյուները, ուղղափառ հենասյուները ջարդելու շատ ագրեսիվ արշավանք է, որի մեջ թաթախված է այս իշխանությունը եւ իր ձեռքով է կատարվում։ Սա քրիստոնեության էկումենիկ կոնցեպտի մեջ շրջադարձային մի ժամանակաշրջան է, որում մենք ապրում ենք, որտեղ գլուխ են բարձրացրել բողոքականության սիոնիստական թևի ներկայացուցիչները եւ ունեն հստակ նպատակ քրիստոնեական արժեհամակարգի աներկբա փոփոխություն եւ որի հարվածները կրեց ինչը որ շարունակում է կրել նաեւ Վատիկանը ուժեղ դիմադրություն կա մենք իհարկե մեր խնդիրներով տապակվելով անտեսում ենք կամ գուցե ուշադրություն չենք դարձնում, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Իսկ ես զուտ որպես մասնագետ նաև սխոլաստիկա ուսումնասիրած երկար տարիներ մասնագետ շատ լավ գիտեմ, թե իսլամում
ինչ փոփոխություններ են, ինչ տրանսֆորմացիաներ են տեղի ունեն եւ քրիստոնեության մեջ։ Հիմա մենք այդ պատերազմն ենք ապրում, Դավիթ։ Եվ դա շատ կործանարար հետևանքներ կարող է ունենալ։ Դուք հիշատակեցիք Սողոմոն Թեհլերյանի հայավետարանական եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը եւ զարմանալի զուգադիպությամբ ես հիշեցի, որ այդ ճակատագրական վրեժխնդրությունից 3 տարի առաջ 1918-ի մայիսին Սարդարապետի հերոսամարտը գլխավորողներից մեկը, որը հետագայում հայազգի կարևորագույն հերոսներից մեկը հռչակվեց, ազգությամբ եւս հայ չէր, նա ուդի էր, խոսքը Մովսես Սիլիկյանի կամ Սիլիկովի մասին է։ Եվ այստեղ, պարոն Գասպարյան, մենք հանգում ենք մի շատ կարևոր հետևության, որ մեկ բան է անձնագրում յանով վերջացող քո ազգանվան հանգամանքը, մեկ այլ բան քաղաքական ազգ կամ էթնոս լինելու հանգամանքը։ Քանիցս առիթ ունեցել ենք իրար հետ էլ զրույցներում քննարկելու այն թեման, որ շատ հաճախ հայաստանաբնակ եզդին կամ քուրդը իրեն շատ ավելի հայ է զգում, քան պայմանական տասնամյակներ շարունակ Հայաստան չայցելած եւ հեռավոր որևէ երկրում, կոնկրետ որևէ երկիր չասենք, որ չնեղանան մեր հայրենակիցները, Հայաստանի հետ օրգանական կապ չունեցող ազգությամբ հայ անձը, որ կարող է նույնիսկ իր ազգանունը փոխել։ Եվ այնինչ անում է այսօր վարչախումբը, հենց մեր քաղաքական ազգ մնալու, ոչ թե դառնալու, այլ մնալու վերջին կրվաններից ու հենասյուներից է փորձում մեզ զրկել։ Այս մասին էլ ենք շատ խոսել, բայց ես ուզում եմ այսօր մենք ավելի շատ ընդվզման, պայքարի եւ հակամիջոցի փնտրտուքով զբաղվենք։ Հետևաբար ինչ է պետք անել այս փուլում, որ հայ ազգը շարունակի մնալ քաղաքական ազգ, որքան էլ մեզ համոզում են ճիշտ հակառակում, որ ապա քաղաքական լինելով, որ կենցաղային ստամոքսային ազգ դառնալով իբր մեր բոլոր խնդիրները կլուծվեն։ Մենք իհարկե մեր խնդիրների մասին պիտի խոսենք, բայց ես առաջարկում եմ ոչ թե ինդուկցիայի մեթոդով դիտարկենք այս խնդիրը, այլ դեդուկցիայի հակառակ մի հատ ընդհանուր պատկերը տեսնենք, նայենք եւ հասկանանք մեր տեղն ու դերը առհասարակ այս process-ներում։ Ամբողջ աշխարհում է տեղի ունենում սա։ Սա ոչ թե հոգուս պոփանք է, մխիթարանք է, այլ օբյեկտիվ իրականություն, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Ականջին եւ ստամոքսին հաճելի խոսքեր հնչեցնելը, լսելը հիմա դարձել է trend։ Այսինքն այն տեխնոլոգիական առաջընթացը, որով աշխարհը անցնում է, քաղաքակրթական լուրջ ցածկ կատարելու, պոստմոդեռնիզմի, հետարդիականության դարաշրջան մտնելու ամենագլխավոր մարտահրավերն է, որում մենք ենք, այնպես չէ, որ մենք տարբերվում ենք մնացած ժողովուրդներից կամ ազգերից եւ ինչ որ բան պիտի հորինենք։ 45 միլիոնանոց Ուկրաինայի կարգավիճակը դուք տեսաք, մենք այո վաղուց ես 10 քանի տարի առաջ եմ ասել Սիրիայի մերձավոր արևելքի ճակատագիրը ինչ որ պիտի լիներ եւ եղավ։ Լիբանանի կենտրոնը խփում են, հարվածում են, հա, մի թաղամասում ավեր, զոհեր, որբեր, չգիտեմ ինչեր եւ այլն, կողքի թաղամասում խնջույքներ, հարսանիքներ եւ այլն, այսինքն սա դարձել է հիմա trend եւ մարդիկ գուցե իրենց անտարբերությունը, որը մենք փաթեթավորում ենք որպես անտարբերություն, իրականում անտարբերություն չէ, սա իրականությունից փախչելու ավելի վախն է նաեւ, վախն է եւ իշխանությունների տվյալ երկրում իշխանությունների շատ հետաքրքիր կիրառած տեխնոլոգիան, որ արևմուտքից է գալիս բնականաբար։ Ինչի եւ որում մենք հիմա ենք, մենք հիմա ինչի մեջ ենք, դուք կասեք շոկի մեջ։ Ես հոգեբանական առումով ձեզ ասեմ, մենք շոկի մեջ չենք։ Մենք չենք թևակողել շոկի փուլը։ Ինչու՞։ Որտեղ որ հոգեբանորեն քաղաքական հոգեբանության տեսանկյունից ժողովուրդը շոկի մատնվում է, ինքը ունենում է այլընտրանք որոնելու տարբերակ կամ աճ կամ ձախ։ Մենք չունենք այս իշխանությունը ինչ անում, նույն այդ օվերտոնի պատուհանները ստեղծելով, նույն այդ տեխնոլոգիաների կիրառելով, մի խնդրին լուծում չտալով, մեկ ուրիշը արծարծելով, հա, Արարատի խնդիրը, զինանշանի խնդիրը, չգիտեմ, սիմվոլների, հետո Մեսրոպ Մաշտոցի, չգիտեմ, Այբուբենը QR կոդով, ինչու քեզ չի թողնում դու ոտերիդ վրա կանգնես։ Ինքը քեզ օթում է կախված թողել։ Հիմնարար խնդիրներով զբաղվելու ժամանակ չես ունենում պարզապես։ Իհարկե։ Անընդհատ մանր-մունոր կենցաղային հարցերի հետևից ես զբաղվում։ Հիմա մենք այս ամբողջի մեջ ուզում ենք մի լուծում գտնել, որ մեզ այս վիճակից դուրս անի, մեր գոյաբանական խնդիրները լուծի,
Հայաստանի զարգացման տեսլականի հարցը լուծի վերջո, Հայաստանի գոյութենական խնդիրի վերջո այս տարածաշրջանում լուծի։ Մենք ո՞րն ենք ուզում, մենք չգիտենք ո՞րն ենք ուզում։ Եվ սա ամենեն ցավով եմ ասում, որովհետև խոսում է հայկական ռազմավարական մտքի սնանկության մասին։ Ցավոք, եկեք ընդունենք։ Ես ինձ ճիշտ է քաղաքական ռեալիզմի դպրոցի սան եմ համարում, բայց կոնստրուկտիվիզմը չի խանգարի, հա, մասնագիտորեն ասացի, որովհետև այդտեղ արժեքաբանական լուրջ խնդիր կա եւ քաղաքակրթական կողմնորոշվածության խնդիր կա։ Հիմա մենք ո՞րն ենք ուզում։ Մենք ուզում ենք ընդամենը Հովանավանքում պիղծ արարողություն կանխելով ինչ հարց լուծենք։ Նիկոլ Փաշինյանի խնդիր, բայց չէ որ մեր խնդիրները շատ ավելի արմատական են։ Չէ որ մեր քաղաքական էլիտաները, մշակութային էլիտաները այլևս չունեն որևէ խոսք ասելու։ Ընդունենք սա։ Նախ համարժեք չէ նոր վայրողություններին առհասարակ, ժամանակից դուրս մնացած, ժամանակավերեպ, այո, կամ էլ հեղինակազրկված, վարկաբեկված, բարոյալքված։ Այո։ Եվ մտոք գաճաճ հերանեկար չկա, հերանեկարի տեսլականը կրում են միայն այն խմբերը կամ անհատ դերակատարները, որոնք պարփակված են ակվարիումի մեջ, նեղ շրջանակում։ Եվ եթե հանկարծ փորձում են հանրայնացնել կամ հանրահռչակել իրենց գաղափարները, հանդիպում են նույն այդ ընդդիմադիր շրջանակների հայտնի տաբուներին, մեդիա բլոկադայից սկսած մինչև վարկաբեկում, մինչև բուլինգ, մինչև սոցցանցերի արգելափակում եւ այլն։ Ես իշխանության մասին չեմ խոսում, որտեղ Հայաստանում իշխանություն գոյություն չունի։ Հիմա այս ամենի մեջ ես կարծում եմ, որ շատ ավելի խորքային դիտարկելով այս հարցը, ապրիորի ճշմարտություն ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանը իր ոհմակով պիտի հեռացվի, պիտի իշխանազրկվի։ Սա ապրիորի ճշմարտություն, այսինքն մենք ռեսուրս եւ ժամանակ պիտի չծախսենք հիմնավորելու այս թեզը։ Խնդիրը Հայաստանը ինչ տեղ եւ դեր ունի առաջիկա 20 տարում, մինչեւ 2045 թվականը դիցուկ այս տարածաշրջանում։ Հայաստանի սուվերենությունը, որի մասին խոսվում է, ինչ մասնաբաժնով է ներկայացված ազգային ինքնության բաղադրատարերի մեջ։ Ես վերնագրեր եմ տալիս ձեզ։ Արդյոք ազգային ինքնություն ասելով մենք հասկանում ենք Արցախը թե ոչ։ Արդյոք Սփյուռքը մաս է կազմում այդ ամենին թե ոչ։ Մենք Սփյուռքին ինչ նարատիվ պիտի տանք։ Հայաստան ունի որևէ պատասխանատվություն իր զավակների նկատմամբ, արտասահման թե բացառապես իր քաղաքացիների։ Սրանք համարձակ հարցեր են, որոնց պատասխանները ես պիտի ստանամ։ Ես ինքս ունեմ որոշ չափով, չեմ ասում, բոլոր հարցերի պատասխան չունեմ, բայց որոշ չափով ունեմ որոշ հարցերի պատասխաններ եւ հետնիկոլյան Հայաստանում անպայման իմ գաղափարակից ընկերների հետ այդ հարցերի պատասխանները փորձելու եմ տալ եւ գործնականում կիրառել։ Բայց երբ 2014 թվականին ես հիշում եմ Ժնև պետական համալսարանի համար այն ժամանակ, երբ համալսարանից դեռ չէին հեռացրել եւ մեր այսպես գիտամանկավարժական փառքի տարիներն էին համալսարանում, շատ լուրջ հետազոտական աշխատանք եմ կատարել ինքնության դերը պետության արտաքին քաղաքականության մեջ։ Այն ժամանակ 12-13 տարի առաջ շատ ակտուալ թեմա էր հենց Եվրոպայում եւ եվրոպացիքին հետաքրքիր էր դա թե Հայաստանում ինչպես են մտածում։ Ուրեմն շատ կարճ որպեսզի արդյունքը ներկայացնեմ հայկական քաղաքական եւ կրթամշակութային էլիտաների ավելի քան 95%-ի համար ինքնության առաջին 3 բաղադրիչներից գոնե երկուսում առաջի երկուսում Արցախը դեղ էր գրավում։ Հիմա չկա Արցախը։ Առանց ինքնության փիլիսոփայության պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջությունը եւ սուվերենությունը առհասարակ հանվում է աճուրդի։ Հարց մենք ուզում ենք ունենալ ինքնության վերաբերյալ ոչ գաղափարացված 21-րդ դարի 3-րդ տասնամյակի տեխնոլոգիական առաջընթացին համահունչ ինչ-որ գաղափար, որի մեջ ինչ-որ բաներ մտքեր կլցնենք եւ կփորձենք դա կիրառելի դարձնել։ Ես ինչու եմ սա ասում, որովհետեւ երբ դեռ 20 տարի առաջ, 20-25 տարի առաջ երևի ընթերցում էի Էդվարդ Սայեդի հայտնի պաղեստինցի ամերիկյան գրող մշակույթի օրիենտալիզմը
բան է, այսպես ասեմ, այբուբենն է ընդհանրապես այդ գիտության բնագավառում, բայց մշակույթ եւ իմպերիալիզմը, այդպիսի հրաշալի աշխատություն ունի հաստափոր։ Հենց այս հարցերն են ինքը բարձրացնում, ինքնության խնդիրները, տեսեք մենք ինչ որ անցնում ենք, ինչի համար էր այս ամբողջը ինձ կանխատեսել ինձ համար, որովհետեւ ես մերձավոր արևելք եմ տեսել եւ հաթաթ գիտեմ այդտեղ, որ խնդրին ինչը հաջորդեց կամ կոնֆլիկտի կարգավորման ինչպիսի մեխանիզմներ են կիրառվել, հա, արևմուտքում նույնը փորձում են հիմա այստեղ անել եւ մարդկանց թվում է որ սա նորություն չէ, սա նորություն չէ, սա Սերբիայում է կիրառվել, արևելքի տասնյակ երկրներում է կիրառվել, Բալթյան երկրներում է կիրառվել, հա, 2 տասնամյակ առաջ։ Այն նույն քաղաքականություն ինչ որ տարվում է, նույնությամբ ոչ մի տարբեր դերակատարներ են տարվել։ Ձեր ասացին մի բան ես վերադրեմ, բայց դրական կոնոտացիայով եւ այն ինչ տեսել է մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը, կերտել է դա իր ձեռքերով։ Խոսքը Արցախյան կամ հայկական ժողովրդավարական շարժման մասին է, Խորհրդային Միության ագոնիայի պայմաններում։ Ես ինչու եմ այս թեման շարունակաբար հիշեցնում բարձրաձայնում 2 պատճառով։ Առաջին, որովհետև այս վարչախմբի պարագլուխը շարունակաբար ասում է, թե իբր Ղարաբաղյան շարժումը Հայաստանում պիտի ավարտի, իսկ մենք շարունակաբար իրեն պիտի հիշեցնենք, որ որևէ մեկը Հայաստանում դա չի կարող ավարտել, առավելևս ինքը այդ մանդատը չունի։ Եվ երկրորդ, որը երկարաժամկետ հեռանկարում ավելի հետաքրքիր զրույցի մեզ կարող է տանել, քիչ առաջ ձեր ասած այն միտքն է, ըստ որի հայկական ռազմավարական էլիտայի սնանկություն կա, կամ էլիտայի ռազմավարական սնանկություն, բայց մեծ հաշվով գումարելիների տեղափոխությունից չի փոխվում գումարը։ Տպավորություն այն է, մինչև 87-88 թվականը, որ այդ նույն ախտորոշումը կարելի էր անել։ Այսինքն մարդիկ չէին պատկերացնում իրենց կյանքը Խորհրդային Միությունից դուրս անկախ պայմաններում, եթե չհաշվենք այլախոհական փոքրիկ խմբակները, որոնք ընդհանուր առմամբ մեյնսթրիմ չէին, այսինքն նրանք պոպուլյար չէին։ Եվ շատ հետաքրքիր է, որ իրենք էլ չդարձան անկախական շարժման առաջամարտիկները, ի վերջո դարձան նաև կոմունիստները, կոմունիստական նոմենկլատուրան։ Մարգինալ դարձ։ Այո, որը շատ արագ փոխեց իր բաճկոնները կամ գլխարկները հանեց, մտավորականության մեծագույն մասը, որը նոմենկլատուրային մտավորականություն էր, բայց իրենք ձևով կոմունիստական, բայց բովանդակությամբ ազգային կրթություն ու դաստիարակություն էին ստացել, պարոն Գասպարյան։ Հետո պիտի պարզվեր։ Իհարկե այս պարագլուխը անհեթեթությունների ու խոսքահոսության մի այլանդակ շարք է սկսել, ըստ որի 40-ից 70-ական թվականներին կայսրությունն է մեզ պարտադրել հայրենասիրության այդ մոդելը, ավելի ծիծաղելի ու ավելի այլանդակ, ամբարո, պիղծ արձանագրում չի կարող լինել։ Միայն ուջանգյուղ կարող է գնալ եւ համոզվել, որ դա այդպես չէ։ Բայց ես ուզում եմ հասկանալ, թե այդ ինչ անհասկանալի վերափոխում տեղի ունեցավ մեր ժողովրդի գենոմի հետ, չի կարող այդպես լինել։ Դա սոցիալական ինժեներիայի ամենաայլանդակ դրսևորումներից մեկն է։ Դուք հիշատակեցիք, որ Արցախը մեր ինքնության կարևորագույն մասն էր, ձեզ եւ մեր 100,000-ավոր հայրենակիցների համար այն շարունակում է մնալ կարևորագույն մասը, թեկուզ ժամանակավորապես օտարված, բայց միաժամանակ հայ տղամարդը փողոցում անհարմար չի զգում ասելուց, թե իբր դա Ադրբեջանի տարածք է, անհարմար չի զգում։ 10 տարի առաջ այդ հայ տղամարդը կարող էր տուն հասնելուց առաջ մի հատ վզակոթին ուտել այդ արտահայտության համար, որովհետև դա ուղղակի անբարոյականություն կհամարվեր։ Միջավայրն է թելադրում։ Այդ միջավայրի մեջ քաղաքական համակարգի բոլոր ինստիտուտներն են մտնում, գլխավորապես պետությունը, պետության հովանու ներքո եւ սահմանած խաղի կանոնների շրջանակում կուսակցությունները անկախ փաստից քաղաքասարակություն ինչ դիրքորոշում ունի այդ դաշտում։ Ես 3 կարևոր օրինակ եմ ուզում մեջ բերել ձեր ասածների հետ կապված եւ 3-ն էլ դիպուկ։ Դուք գիտեք Վարուժան եւ Սիամանթո առաջին անգամ երբ է հրատարակվել Խորհրդային Հայաստանում։ Հրատարակվել է 40 թվականին, 40-ականների սկզբին, երբ երկրորդ աշխարհամարտն էր եւ երբ Կրեմլը դիմեց հայ եկեղեցուն բռնաճնշումներից հետո նպաստել, որպեսզի հայրենասիրական ալիքի հողի վրա հայերը բերեն իրենց մասնակցությունը Խորհրդային Հայաստանից երկրորդ աշխարհամարտին։ Սա ամենատրիվիալ պատասխանը հենց այդ հորջորջվածին, որը փորձում է ասել, կայսրությունը մեզ պարտադրել հայրենասիրություն եւ այլն։
1880-ականներից սկսած մինչև առաջին հանրապետության հռչակում կայսրություններ պարտադրում հայությանը պատերազմել կայսրության դեմ։ Կայսրությունը ճիշտ հակառակն էր անում այդ ամբողջ ընթացքում։ 1903 թվականին եկեղեցուց գույք էր բռնագրավում, ինչպես հիմա սրանք պիտի փորձեն անել։ Հայ եկեղեցական կալվածների գրավումից սկսած մինչև հայ-թաթարական կռիվներ, մինչև դաշնակցության դատ, մինչև 1912 թվական բացեք եւ կարդացեք արխիվներում ինչ է գրած։ Ռուսական կայսրությունը ինչպես է արդարացնում բոլոր նրանց, գուցե տարածաշրջանում էթնոգրաֆիան բալանսը պահելու նպատակով, բայց հայերին չի զոլացնելով այս տարածաշրջանից ի հաշիվ թյուրքական էթնոսի գերակշռության։ Սրանք մենք դպրոցում պատմություն չենք սովորեցնում։ Պատմության քննական մտածողությունը, որոնք սրանք լրիվ ձև են ընկալում կամ թեկուզ նախորդ ժամանակահատվածներում։ Մենք այս մեսիջները չենք փոխանցել։ Մենք խճանկարը չենք փոխանցել մեր երեխեքին։ Մենք չենք փոխանցել, որ Էջմիածնի ժողովից հետո 17-րդ դարավերջին, երբ ընդունվեց ռազմավարական որոշում այս տարածաշրջանում հայկական գոյութենական խնդիրը լուծելու, ինչ ազդեցություններ են եղել, տեկտոնային ինչ շարժեր են եղել այս տարածաշրջանում եւ հայկական ոչ պետական պետություն չունեինք մեջ։ Էլիտաների ճիշտ կողմնորոշումը ինչպես էր, որ մենք այս տարածաշրջան իսլամական տարածաշրջան էր դարձել, ցավոք։ Մենք բերեցինք էքստերնալ խաղացողի, արտաքին խաղացողի, որի հետ հարաբերությունները վատ լավ կապ չունի, բայց դու գոյատևեցիր որպես քրիստոնեական փոքրամասն այս տարածաշրջանում, պարակված եւ բաժանված լինելով տարբեր պետությունների միջև, հա, մեկը Իրանում, մեկը Օսմանյան կայսրությունում, մեկը ռուսական կայսրությունում։ Հիմա այս ամբողջը եթե մենք չենք գիտակցում եւ ով գոնե կայսրությունները, 3 կայսրություններ այս տարածաշրջանում գիտեն հայկական գենի ազդեցությունը գործնականում, գիտեն թույլ կողմեր, գիտեն ուժեղ կողմերը, թույլ կողմերը օգտագործեցին, տեղի ունեցավ այն ինչ որ եղավ հետանկախական շրջանում։ Տեսեք։ Ես չեմ ուզում մեր բոլոր մեղքերը բարթել այս ոհմակի վրա։ Այս ոհմակը իրենք արտահայտիչն են ընդհանրապես, այո։ Ես առանցքային խնդիրների մասն եմ խոսում, որովհետև եթե այդ երևույթներին մենք ռեալ օբյեկտիվ գնահատական չտանք, մենք ռազմավարական դիսբալանսը հաղթահարելու առաջիկայում որևէ շանս ու հնարավորություն չենք ունենալու։ Մեզ թողնում են ընդամենը նույն ցիկլի մեջ քննադատել Նիկոլին։ Ինքը դրանից ոչ վատ է զգում, հայոյեք, մինչև վերջին։ Դրանից միայն ուժեղանում է։ Միայն ուժեղանում է, այսինքն այս շղթան կոտրելու քիչ առաջ որ նշում եք ինչպես պետք է, այս շղթան պետք է կոտրել։ Ես իմ բաժնով անում եմ, չեմ ասում, գուցե 100 հոգու փոխարինել եմ անում, չեմ ասում ամեն մեկը իր գործը պետք է անի, ոչ, բոլորս իրար հետ թեթիկուկ տված պիտի անենք։ Մեդիան փորձում է այդ ամբողջը անել, անհատ դերակատարներ անում են, կուսակցությունները ինչ որ ձև փորձում են անել, բայց ֆունդամենտալ հարցերի վերաբերյալ Դավիթ, մենք պիտի ունենանք ռազմավարական դիրքորոշում, բայց այդ դիրքորոշումները բավարար չեն, որովհետև սիստեմային մտածողությունը պետք է, համակարգ է պետք աշխատեցնել։ Հայերը ասում են ուժեղ են ռազմավարության մեջ, ինչու, որովհետև ալարում են։ Տակտիկան է կարևոր։ Ռազմավարություն կարող են բոլորը գրել մեծ հաշվով։ Արդյոք դու ունես մտավոր ֆիզիկական պատրաստվածության եւ մարտունակության այն բարձրաստիճան մակարդակը, որով քեզ թույլ կտաս շռայլությունը համակարգային մտածողության եւ համակարգային գործունեության, թե ոչ։ Համակարգ աշխատեցնել ամենաբարդ բանն է։ Ինչու են ասում Ջո Բայդեն լինի, Թրամփ լինի, թե ոչ, ամերիկյան ինստիտուցիոնալ կառույցները իրենք գիտեն իրենց դիրքորոշում, ամերիկյան շահերը պաշտպանելու ազգային անվտանգության դիլեմաները հասկանալու ի վերջո մենք չստեղծեցինք դա, այսինքն անցած 35 տարվա ընթացքում մենք չստեղծեցինք դա, այստեղից էլ ձեր ասացի երկրորդ օրինակն եմ ուզում վերել։ Նիկոլ շատ ճիշտ է ասում։ Եվ ես ամենայն դեպս առաջիններից եմ ասել, առաջին իսկ օրվանից, որ չծաղրել նրա որևէ ասածը կամ անլուրջ չհամարել, նա խոսում է ամենայն լրջությամբ եւ իր այդ
կրկես հիշեցնող շարժումները եթե մի կողմ թողնես, պետք է հասկանաս, թե ինքը ինչ է ուզում ասել, ինչ պատոհան է բացում։ Ինքը շատ ճիշտ է ասում, որ Արցախյան շարժումը բլա բլա եւ այլ, ինչու, որովհետեւ իր դրամաբանությամբ ինքը այդ գաղափարը լրացնում է մեկ այլ ֆաշիստական, սատանայական գաղափարով, երրորդ հանրապետության ավարտը։ Ինչու, որովհետեւ երրորդ հանրապետությունը ստեղծվեց Արցախով, Արցախ չկա, պիտի ավարտվի երրորդ հանրապետությունը։ Ոչ միայն Արցախով, նաև ցեղասպանության հիշողությամբ, ազգային հիմքերով, հռչակագիրը որպես փաստաթուղթ ինքը ցալում դնում է մի կողմ, հիմա ՔՊԻ հռչակագիր կա։ ՔՊԻ 7-րդ համաժողովում ընդունված հռչակագիր։ Իրական Հայաստանի այսպես կոչված այդ դա է 4-րդ հանրապետության հռչակագիրը։ Դե այս ամբողջը ես չեմ ուզում ասել, էլի եմ ասում, չեմ ուզում գնահատականներ տալ, որ ինքն ու իր նմանները ամբողջ են պատմության աղբարկում են, որովհետև Հայաստանը իշխանություն գոյություն չունի իշխանություն։ Բայց ես հեռանկարի առումով եմ ասում, տեսեք օրինակ, եթե դրվագային չմեկնաբանենք, այլ խորությամբ նայենք, թե մենք ուր ենք ուզում լինել առաջիկա 20 տարվա ընթացքում, եւ արդյոք քո սուվերենությունը որպես պետություն մնալու է 29800-ի սահմանում, թե ոչ։ Դու էլի կարող ես լինել սուվերեն պետություն, բայց կարող ես 10000 քառակուսի կիլոմետրի վրա լինել։ Իդեպ եւ սրա մասին մի քանի անգամ ասել եմ ձեր գործընկերների մոտ, ձեր հարգարժան տաղավարում եմ ասել։ Հարցրեք հոգևոր խորհրդի Էջմիածնի աշխարհիկ այն ներկայացուցիչներին, որոնք առ երևույթ դեմ են եկեղեցու դեմ ծավալված կիսալուսնի արշավանքին, բայց ըստ էության ցմկահարում են այն միտքը, որ ամենևն էլ պարտադիր չէ Հայաստան լինի 20800 կամ 30000 քառակուսի կիլոմետր։ Ինքը կարող է լինել հարավային Կովկասում լուրջ բուֆերային գոտի շատ ավելի փոքր սահմաններով։ Այստեղից էլ գլխավոր հարց Հովանավանքում կլինի, թե որտեղ կլինի։ Էջմիածինը որևէ բան ունի ասելու, թե ոչ։ Իսկ ես այնպես չէ, որ միայն պետք է մեղադրել, իսկ ինչու պետք է մեղադրել մեր հավատացյալներին, մեր եկեղեցու հետևորդներին կամ մեր ժողովրդի զավակներին։ Անընդհատ բոլորս են դե ժողովուրդ չէ։ Մեր ժողովուրդը ապացուցել է իր մարտունակությունը հայրենիքի փրկության շարժումից սկսած մինչև դիմադրության շարժում, մինչև սրբազան պայքար, դու ժողովրդի դիմել ես, ժողովուրդը ասել է այո, ես ներկա եմ, կյանքը վտանգելով, ծեծի ենթարկվելով, բանտարկվելով, երբեմն սպանվելով, վերջի շրջանում արդեն սպանվում են։ Մեր ժողովրդից անկախ իշխանության նկատմամբ իր ունեցած գնահատականից, սա մեր հայրենիքն է, դու դիմեցիր եւ շարքային ռամիկից սկսած իր զավակին ուզեցիր։ Ճիշտ է թե ոչ։ Գնաց պատերազմեց։ Ոմանք վերադարձան, մյուսները երրաբլուրում են։ Հիմա մեր ժողովրդին ասել ժողովրդը ինչ պետք է անի, իսկ ես հարց եմ տալիս, իսկ քո ազգային ինստիտուտը ինչ պիտի անի։ Եկեղեցին որևէ խոսք չունի ասելու։ Ես դրա համար հաղորդումը սկսում էի հենց այդ հարցով։ Մայրաթորի կոչը եւ անձամբ վեհապար հայրապետի ուղերձը այս հարցում շատ կարևոր է, բայց քանի որ դուք մի քանի ռազմավարական նպատակ մատնանշեցիք եւ ճշմարտացիորեն նշեցիք, որ տակտիկայի հարցում շատերս թերանում ենք, կաղում ենք, ալարում ենք, եկեք մի կարևոր հարցի փորձենք պատասխան տալ միասին, պարոն Գասպարյան։ Տարբեր սոցհարցումների երբ ծանոթանում ենք, դրանց ազգային խնդիրներին եւ դրանց հեռանկարին վերաբերող հարցերի պատասխանների գերակշիռ մասը 80% եւ ավելի հնչում է որպես կենաց։ Օրինակ, այսօր բոլոր սոցհարցումների տվյալներով մեր ժողովրդի կամ հարցվածների, իսկ ընտրանքը ներկայացուցչական է լինում, 90% եւ ավելին պատկերացնում է, որ Արցախը դարձյալ երբևէ պիտի վերահայկականանա։ Սա ռազմավարական նպատակի տեսիլք է, դա շատ լավ է։ Վատ է արդեն, որ չի պատկերացնում, թե ինչպես պիտի վերահայկականանա։ Եվ այդ ինչպեսից շատ ավելի կարևոր, ինքը ինչպես պիտի, ինչ ներդրում պիտի ունենա Արցախի վերահայկականացման հարցում։ Եվ քաղաքական ազգ մնալու թեզը միայն արդեն շատ լուրջ ջանք է Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու հարցում։ Բայց երբ մենք ասում ենք բոլորս
դա նշանակում է ոչ մեկս, որովհետև այդ բոլորի մեջ ոչ ոք իրեն չի տեսնում։ Երբ հետնիկոլյան Հայաստանում ազգային իշխանությունը փորձի ձևակերպել խնդիրներ, որոնք բացարձակ ոչ պոպուլյար են լինելու, ոչ պոպուլիստական, ոչ պոպուլյար, ճիշտ հակառակը։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես է ծվատվելու հաջորդ իշխանությունը ժողովրդի կողմից, որովհետև սկսած գաղափարախոսական հարցերից, շատ հասարակական եւ քաղաքական ուժերի արգելանքից գործունեության, մինչեւ տնտեսական սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակ գոտիներ ձգել, մենք բոլորս պիտի դրան պատրաստ լինենք։ Հիմա դա ասում ենք յուրաքանչյուրս եւ պատկերացնում ենք, որ դա ընդհանուր առմամբ իրողություն է։ Այո, ազգային նպատակի համար պիտի որոշ բաներ զոհաբերենք։ Բայց երբ գործը հասնում է արդեն գետնի վրա միջոցառումներ իրականացնելու, յուրաքանչյուրը սկսում է իր հարմարավետության գոտու մեջ շարունակել մնալ։ Մինչև իր ոտքը չեն տրորում։ Ոստեղ եմ ես մեծագույն խնդիր տեսնում, դա կենցաղային մակարդակում եւ ես եւ դուք եւ բոլորս տեսնում ենք։ Վերջին օրինակը, ասենք, բեռնատարների վարորդների գործադուլն էր։ Մարդիկ չեն հասկանում, որ Բագրատաշենի, Գոգավանի կամ Բավրայի անցակետ մի քանի ժամ փակելով խնդիրը չես լուծի, քանի դեռ այդ խնդիրը շարունակում է մնալ հանրապետության հրապարակում, որովհետև այդ խնդրի հեղինակներից մեկը այդ ընթացքում եկեղեցու դեմ գրառումներ է անում Facebook-ում, խոսքը էկոնոմիկայի նախարար Կոչեցյալի մասին։ Ես հենց սրա մասին եմ ասում, պարոն Գասպարյան, որ քաղաքականապես խնդիրը կարծես թե ձևակերպված է։ Կան ազգային ուժեր, կան փորձում է վարչախումբը նրանց լուսանցքային դարձնել, այո, փորձում է նրանց հանդեպ ռեպրեսիաներ է կիրառում, ոմանց գնդակահարում է կամ արդեն իսկ գոնե մեկին գնդակահարել է, մյուսներին բանտարկել է, տասնյակներով քաղբանտարկյալներ ունենք, խոշտանգումներ են լինում, այսինքն հնարավոր բոլոր ռեպրեսիվ միջոցները գործադրվում են, բայց կապակցումը չկա այդ ամենի, այսինքն քաղաքական դաշտի ձևակերպած նպատակների ու մեր ժողովրդի մեծամասնության պարզ մարդկային ցանկությունների ազգային իղձերի մեջ, որի մեջ առաջնահերթորեն նաև այո Արցախի վերահայկականացումն է, ցեղասպանության հիշատակը չուրանալն է, Եռաբլուրը չփխծելն է, առաքելական եկեղեցին սրբորեն պահելն է, այստեղ եմ ես խզում տեսնում, ու շատ լուրջ մեթոդաբանական խզում է սա։ Ոչ ազգային մտածողության մեկին եթե նման հարց տայիք, ինքը կասեր գնամ մեռնեմ։ Այնքան հարցեր բարձրացրիք, որ խնդիրների այսպես կույտ եւ ոչ եռնեք այն կառավարությանը կամ այն իշխանությանը, որը սրանց պետք է հաջորդի եւ արտավաս թագավորի նման պիտի ավերակացս, այո։ Հիմա տեսեք, ոչ մեկի ձեռքում կախարդական փայտիկ չկա, որ բոլոր խնդիրները միանգամից լուծի։ Գնանք համեմատական կոնֆլիկտոլոգիայի դաշտ եւ փորձենք սոցիալ-հոգեբանական ազդակները ուսումնասիրել բոլոր այն պետությունների, որոնք ապրել են այդ հետկոնֆլիկտային շրջան եւ ինչպես են փորձել հաղթահարել այդ ամբողջը։ Ջենես Արմենյան ունի տեսլական եւ ոչ թե աշխատել եւ ավարտել է կամ ChatGPT-ի օգնությամբ, բան է գրել։ Մենք մշակել ենք եւ հետեւողականորեն աշխատում ենք Արցախ հավաքական վերադարձի, կրկնեմ, հավաքական վերադարձի ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի վրա։ Դա երկարատև աշխատանք է, որովհետև այն հարվածը, որը մենք ստացանք, գուցե որպես մեղքերի թողություն, գուցե որպես ինչ ձևակերպում էական չի, Արցախ չկա։ Եվ շատ լավ կհիշեք, երբ հետպատերազմյան շրջանում, երբ մի հարթակում էինք աշխատում, իմ հայտնի արտահայտությունը, որ եթե Ալիևը Ստեփանակերտում է, ուրեմն պարտված ենք բոլորս։ Եթե հաղթողներ, պարտվողներ, մեղավորներ, չմեղավորներ չկան։ Թե սրանք ինչ կասեն, ինչ չեն ասի, արդեն երկրորդականը, որովհետև ամբողջ պատմական գործընթացի տրամաբանության մեջ, որ ձեր մեջ բերած էկոնոմիկայի նախարարը ոչ վարչապետի աթոռն զբաղեցնողը գրոշի արժեք չունեն մեծ հաշվով։ Իրենք ընդամենը process-ի արագացնողներ են։ Այնինչ որ թելադրվում է իրենց, ինչպես եկեղեցականների եկեղեցու դեմ պայքարի հարցում, այդպես էլ ազգային գաղափարախոսության դեմ պայքարում։ Դրական բազմաբևեռնություն է ձևավորվում աշխարհում։ Տեսեք, ես պատոհանն եմ նշում։ Ասում եք, ինչպես պետք է հաղթահարենք այս ամբողջը, ասում եմ, կախարդական փայտիկ չկա, բայց սրանցից ձերբազատվելուց հետո ես թե մեգա, թե մեզո մակարդակի, ռեգիոնալ մակարդակի, թե միկրո մակարդակի գործոններին եմ ուզում անդրադառնալ, որոնք մեզ հնարավորություն կտան ճեղքել այն մշուշի թուղթը, որը պատել է մեզ եւ մարդկանց դարձրել անտարբեր։ Բոլորս ուզում ենք կենացնել, խմում ենք, բայց ոչ մի գործ անող չկա։ Դրական բազմաբևեռությունը աշխարհում քեզ տալու է հնարավորություն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դիվերսիֆիկացիա անես։
մեկ կենտրոնից կախված չլինես։ Գուցե երկբևեռ աշխարհի տրամաբանությունը եթե հաստատվեց դու կամի երկընտրանքի առջև կանգնես, գուցե, բայց ռազմատնտեսական process-ներ, որ աշխարհում տեղի են ունենում, ապացուցում են հակառակը։ Նախկինում քաղաքական պլանավորումը, Դավիթ, դուք էլ շատ լավ գիտեք, նվազագույն հնգամյա պլանավորմամբ հնարավոր էր, հա, 5 տարվա ընթացքում պետությունը ինչ ակնկալիքներ ունի։ Հիմա քաղաքական process-ների տրամաբանությունը չի գերազանցում 3 ամիս։ 3 ամիս հետո փոխվում է, հա։ Բայց այն ինչ մենք խոսում ենք անդադ քաղաքականության մասին, իշխանության եւ այլն, ես էլ ասում եմ մի պահ դուրս գանք մեր պատյանից եւ տեսնենք թե աշխարհում ինչ է տեղի ունենում տնտեսական առումով։ Ոսկու գնին հետևել եք, պատմական մաքսիմումի է հասել։ Դա ինչ որ բան է ասում։ Դա շատ լուրջ տնտեսական տրանսֆորմացիաների մասին է խոսում։ Դա մեկ կրիպտոարժույթների մետաղներ, կրիպտոարժույթ, չգիտեմ, սոլարից սկսած մինչև մեքենաների կուտակիչների արտադրություն, Չինաստանի վրա մաքսատուրքեր եւ այլն։ Հիմա առաջիկայում Սի Ցինպին Թրամփ հանդիպումն է նախատեսում եւ ի վերջո Չինաստանը մտել է խաղացող եւ համաշխարհային խաղացող եւ չի պատրաստվում դիրքերը զիջել, հա, աշխարհին ասում է ոչ այն կառուցակարգերին միջազգային հարաբերություններում, որ սահմանվել են, եւ ուզում է փոխել։ Հիմա Ադրբեջանն էլ է փորձում օգտվել այս ամենից, Թուրքիան էլ իր դերն է փորձում ամրագրել, բայց օրինակ Միացյալ Նահանգների միակ առավելությունը, միակ ի նպաստ հայ ժողովրդի ոչ թե անմիջական, անուղղակիորեն, այն է, որ թուրքական ռազմավարական խորության զսպանակները հենց Միացյալ Նահանգների ձեռքում են։ Եվ Թուրքիայի ռեգիոնալ աճից, դերակատարման աճից համաշխարհային խաղացող դառնալու process-ի նկատմամբ ուղիղ ազդեցություն ունի հենց Միացյալ Նահանգները։ Այստեղ է որ մենք TRIP-ի անվան տակ կամ չգիտեմ ինչ օգտվում ենք, թե չի մնացած ղազախական ցորեն, չգիտեմ ինչեր էս հիմարությունները մեկը չի ել հիշում, Թրամփը առաջինն է մոռացել TRIP-ի անունը։ Ալիևը երբևէ չի ել օգտագործել, սրանք էլ են սկսել արդեն դա քիչ ասել, փոխարենը այո, այս մի քանի օր է մեր գլուխը տանում են Արցախի փոխարեն, այսինքն մեր հացահատիկի հիմնական մատակարար Արցախի հանրապետության փոխարեն ղազախական հացահատիկը Ադրբեջանով Հայաստան հասցնելու խելամիտ ազգափրկիչ ծրագրի գովերգման։ Շատ սահուն ծրագիրը գրված է եւ փուլ առ փուլ իրականացվում է, շատ սահուն ձևով Հայաստանը գլորվում է թուրքական տնտեսական աշխարհի ակցիանում։ Թերևս 1 տարի առաջ էր հենց այս խնդրին ես անդրադարձել եմ Թուրքիայի տարածաշրջանային դերի վերափոխման վերաբերյալ շատ խորքային վերլուծություն էի արել եւ խոսել էի Թուրքիան էներգետիկ հաբ դարձնելու տարածաշրջանում ջանքերի եւ մեգա ծրագրերի մասին, որոնց մեջ մտնում է նաեւ թուրքմենական գազի Իրանով արդեն, հա, դիվերսիֆիկացված տարբերակով հասցնելը Թուրքիա եւ երկրորդը ցորենի հացահատիկի առհասարակ պաշարների նկատմամբ թուրքական վերահսկողություն հենց միջինասիական տարածաշրջանում ավելի քան 3 տասնյակ ընկերություններ կան թուրքական լրջագույն, որոնք այդ բիզնեսի վրա են նստած եւ իրենք ուզում են ռուսական գործոնը առավելագույնս հասցնել մինիմալի։ Սա պահանջ է, որը կատարվում է իհարկե, սա պահանջ է։ Սա արևմուտքի պահանջն է։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ եւ փոխանցեմ խոսքը ձեզ։ Էրդողանը վերջերս սպիտակ տուն էր գնացել։ Էլ եմ ասում, մենք հիմա այս ցիկլի մեջ մեր մեդիան կարծես հետաքրքիր չէ իրեն, թե ինչ է տեղի ունենում։ Ինձ օրինակ ես on-line ռեժիմով հետևում էի յուրաքանչյուր ժեստին, քայլվածքին, թարգմանչին ասած խոսքին, թուրքերեն ինչպես ասվեց, ինչպես թարգմանվեց, Թրամփի հետ հանդիպումը ինչպես անցավ, ինչ կատակներ արեց Թրամփը, հումորային ձեղումներով էր ուղեկցվում։ Օրինակ բանի ժամանակ, սպիտակ տանը հանդիպման ժամանակ Էրդողանի նվաստացման կամ Թուրքիայի նախագահի նվաստացման մաստեր կլաս տեղի ունեցավ։ Եվ դա ոչ ոք չնկատեց։ Դա Թրամփի պիջակի կոստյումի վրա գամ էր մեղ։
Ես խորհրդանշական, որը խորհրդանշում էր F-35 կործանիչների այն գամը, որը մտցնում է համապատասխան գործիքի մեջ եւ այսինքն ինքը ուզում էր ցույց տալ, որ քո ուզածը, քո փնտրածը, որ եկել ես աղերսելու, հա, 35 տուրև։ Այստեղ է դրած։ Ինչ զիջումներ ես գնալու։ Սիրիայից սկսած մինչև ամենակարևորը Եվրասիական տարածաշրջանում քո դերակատարման նվազումը եւ ամենակարևորը ռուսական նավթամթերքից հրաժարվելու եւ հացահատիկից հրաժարվելու եւ այլընտրանք որոնելու քաղաքականությունը։ Դուք շատ կարևոր գեոքաղաքական զարգացումներից եք խոսում, որոնք ուղղակիորեն ազդեցություն ունեն մեր պետության եւ մեր ժողովրդի կյանքի ու կենսագործունեության վրա։ Ցավոք իչարս է գործադրում այս վարչախումբը այդ բոլոր բացվող պատուհանները, օրինակ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրումը մինչև վերջերս, թուրք-ամերիկյանի մասին քիչ առաջ խոսեցիք եւ այդպես շարունակ։ Ինձ այս ամենում, քանի որ ես անձամբ եւ դուք եւ շատերս չեն կարող ազդել այդ զարգացումների վրա, բայց մենք այլ բանի վրա կարող ենք ազդել ու ես ճիշտ ասած, այս էլ արդեն 5-րդ կամ 6-րդ տարին դեռևս դրա արդյունավետ բանալին չեմ գտել։ Չեմ էլ կարծում, թե որևէ մեկը գտել է։ Բայց խնդիրը այստեղ հիմնականում օբյեկտիվ է, այսինքն որքան էլ ուզենք, մենք չենք կարող հավասարվել վարչախմբին։ Խոսքը հենց քարոզչական ռեսուրսների մրցապայքարի, այն ներքին քաղաքացիական պատերազմի տանող, թշնաման կատելություն հրահրող մթնոլորտի միջավայրի ձևավորման մեջ մեդիայի բացառիկ դերի մասին է։ Դուք հիշեցրիք Arnews-ում մեր համատեղ աշխատանքի տարիները։ Ես պիտի հիշեցնեմ հանրային հեռուստաընկերությունում մեր տարիներ շարունակ գործընկերության փաստը ու ցավի սիրտ, ես վստահ եմ դուք էլ այսօր տեսնում եք, թե հանրային կոչվող այդ հեռուստաալիքը ինչպիսի անդունդում է այսօր հայտնվել։ Թե ինչպես են առանց ամոթի զգացման, առանց գետինը մտնելու, առանց ամոթից սատկելու ադրբեջանական հեռուստաալիքների բոլոր պատումները վերաշարադրում այդտեղ։ Այն անձը, որը այսօր այնտեղ վերլուծական հաղորդումներ է վարում, քաղաքականություն ձեր մուտքի հայտը հեգնանքի առարկա էր դարձրել օրեր շարունակ։ Այսինքն դա է մակարդակը այդ անձանց։ Բայց անձանց չենք քննարկում այստեղ։ Այստեղ քննարկում ենք մեր հավաքական ջանքը հակազդելու այդ թշնամական քարոզչությանը։ Ես վստահ եմ դուք էլ հիմա առավել եւս նախընտրական փուլում շատ ավելի մարզերում շատ հաճախ ենք լինում եւ մարզաբնակ մեր հայրենակիցներին, որոնք քավլիցի բնավ որևէ մեղադրանքի խոսք ուղղելու արժանի չեն, այսինքն չի կարելի այդ մարդկանց մեղադրել։ Բայց ցավոք սրտի նրանցից շատերը երջանիկ անգիտության մեջ են։ Ես չէի ասի, որ նրանք օրինակ իշխանասեր են, նիկոլական են եւ այլն։ Բայց այս տարիների հետևողական ջանքերի այդ քայքայիչ աղանդի նմանվող քարոզչության, ագիտացիայի, ռոպագանդայի արդյունքում շատերի ուղեղները անհուսորեն լվացվել են, պարոն Գասպարյան։ Շաբաթներ առաջ ինձ Լոռու մարզում օրինակ համոզում էին, թե Նիկոլ Փաշինյանը Նախիջևանն է հետ բերել։ Ոչ միայն Արցախը չի կորցրել, այլև Նախիջևանը հետ է բերել։ Շահումյանից հետո։ Հա, դա նմանվում էր այո, Գետաշենի վերաազատագրմանը։ Եվ ժամերի, եթե ոչ օրերի ու նույնիսկ շաբաթների ջանքեր են պահանջվում այդ մեդիագրագիտության ընդհանուր առմամբ կրթական բացերը, փոսերը լրացնելու համար, բայց ինչ որ մենք անում ենք շատ հաճախ դրվագային է, որովհետև չես կարող համակարգային մոտեցում ցուցաբերել ընդհանրապես մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ Ինձ ավելի անհանգստացնում է դարձյալ հետոն, մենք այսօր ավելի շատ ռազմավարությունից խոսեցինք եւ դա լավ է, ընթացքում նաեւ որոշ տակտիկական ճշգրտումներ անելով։ Այս կրթական համակարգով, մեր հասարակության միջին գրագիտության այս ցենզով, այս պատկերով ես սարսափելի վախենում եմ, որ 2026-ին Աստված մի արածը կարող է կրկնվել 21-ի սցենարը։ Ցավոք սրտի վարչախումբը առնվազն չի պարտվում, եթե չասենք հաղթում է, բայց չի պարտվում օրակարգերի դաշտում։ Շարունակում է թելել այդ օրակարգը, ընդդիմության մեծագույն մասը այդ օրակարգի հետևից է վազում եւ կիսաճշմարտությունների կամ մետաճշմարտությունների առումով այս պարագլխին հավասարը դերևս չկա ցավոք սրտի։ Կրկնում եմ, դա միգուցե նաև օբյեկտիվ հանգամանք է, որովհետև լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունը իրենցն են։ Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք իբր անկախ հեռուստաալիքների համարում ունեին,
եւ ավելի շատ շոու ծրագրերով դրանց ցուցադրմամբ էին զբաղված։ Այսօր ամբողջությամբ դարձել են հմեկ, պարոն Գասպարյան, այդ դրանց քաղաքական եթերները։ Մարդիկ, որոնք TikTok-յան, Instagram-յան կամ այլ հարթակների հույսին են եւ կամ էլ նայում են միայն հմեկ շանտ, դիասեմ էթերոստալիքի անունը եւ այլ, իրենք ցավոք սրտի հիմնականում նիկոլական ռոպագանդայի տակ են ու պետք է գտնել են բանաձևը, թե ինչպես ճեղքել այդ ռոպագանդան։ Քաղաքական տարբեր սուբյեկտների հետանցքներում թավալ եկող եւ որպես թթվածին լպիրշությունն ու անգրագիտությունը շնչող արտաշնչող ճարպագունդ միաբջիջներին ես չեմ անդրադառնա առհասարակ թե իրենք ինչ կգրեն, ինչ չեն գրի, իրենք ընդհանրապես չեն եղել եւ չկան ոչ մի առումով իմ կյանքում եւ շատերի։ Ես ինքս ինձ խոստացել էի ամենայն հարգանք ունենալով այն մայր հեռուստաընկերության հանդեպ, որի պատերի ներքո ես մասնագիտորեն թրծվել եմ 13 տարի, չանդրադառնալ, չխոսել հանրայնորեն, որովհետև ինքը մայր հեռուստաընկերություն է, կապ չունի։ Ինչ դարձրին։ Դարձրին ցավոք ադրբեջանական եւ հակահայաստանի գլխավոր խոսափող խմբագրական ձեռագրից սկսած մինչև գաղափարաբանական մոտեցումները եւ ֆունդամենտալ առանցքները, հա, երյակը հայկական պետականություն, անվտանգություն, հայկական բանակ, հայոց եկեղեցի վարժեքներ։ Երբ քանդվեցին քո աչքի առաջ, ես որևէ սահմանափակում չունեմ առհասարակ որևէ պիտակավորում տալու կամ ածականներով խոսելու արդեն։ Ինչպես ճեղքել այդ պատը։ Գիտեք, դուք հեռուստատեսության երկարամյա աշխատող եք եւ շատ լավ գիտեք, թե այդտեղ մարդիկ տարբեր կատեգորիաների են բաժանվում, վարչականից սկսած մինչև ստեղծագործական, մինչև տեխնիկական։ Շատ քչերն են ստեղծագործական թիմում։ Հայի առինքնող հպարտությամբ տառապում եւ ապրում եւ քաջությունն ու խիզախությունը ունենում, պետք եղած ժամանակ սեղանը շուռ տալ եւ շպրտել տվյալ անձնավորության եւ նրա խմբակի վրա։ Ինչպես օրինակ ինձ հետ տեղի ունեցավ։ Շատ քչերն են նույն տեխնիկական անձնակազմից, որոնք չեն հարմարվում ստրկացման կամ թրքացման այն պարտադրվող քաղաքականությանը հենց նույն հմեկում։ Իսկ մեկը մեծ դպրոց է։ Մի քանի 100 աշխատակցով, ինքներդ գիտեք։ Վարչականին ես ընդհանրապես չեմ անդրադառնում, որովհետև իրենք վարչականը հմեկի հետ կապել չունի։ Դրսից բերված կոնկրետ ծրագրով մարդիկ քաղաքական համհարցներ են առհասարակ։ Ոչ միայն մեդիա խոսույթը, տեսեք, այդ մնացած հեռուստաընկերությունների բանման, որ ասում եք, իրենք պահիտակ հարմարվող են, հենց տեսան նժարը թեքվեց։ Ես որ շատ լավ գիտեմ 2018 թվականի ապրիլ 23-ին այն ժամանակվա հմեկի ղեկավարությունը ինչպես այսպես վարկենական միանգամից նիկոլական դարձան։ Տեղում հաղորդում են ընդհատել Դավիթ։ Հաղորդում են ընդհատել, հյուրին հանել են այդ ծանր օրերին եւ ասել են կանչեք այն մարդուն, որ կգովերքի Նիկոլին։ Այնպես որ պետք չէ խաղադրույք դնել նրանց վրա։ Նրանք ով ուժեղը իր կողմն գալու են, նույն այդ ձեր նշած անձնավորություններն էլ, ինչպես ժամանակին մեկ այլ հեռուստաընկերությունում մեկի տակ հորիզոնական դիրքով էին, հետո այն մյուսի տակ էլի հորիզոնական դիրքով, դա իր համար ապրելակերպ է։ Իր հորիզոնական դիրքը մի քիչ լավ չեմ պատկերացնում հիմա, չգիտեմ։ Բայց մեր խնդիրը հիմա դրա հակամիջոց մշակելն է։ Հակամիջոցները կան, բայց հիմա ես ամենայն դեպս չեմ պատրաստվում եթերով ասել։ Շատ լավ հաշվի առնելով թե մեզ ովքեր են լսում, շատ լավ գիտակցելով որ կոլաբորացիոնիստական ռեժիմը Հայաստանում ինչ հակամիջոցներ, մեր հակամիջոցներին կարող անել, ժամանակը կգա պիտի արվի դա։ Բայց որ խնդիրը էլի եմ ասում, ոչ թե Գևորգ Հովսեփյան 26-ում է, այլ Հանրապետության մեկում է,
մի արժեք։ Հետո սա անցած դարի 50-60-ականները չեն, որ հեռուստաընկերության միջոցով այսպես երկում ինչ-որ բան պիտի փոխվի։ Դա ընդհանրապես լրացուցիչ ատրիբուտ է, որը կարող է ցանկացած անհնազանդության շարժում համազգային իր մեջ ներառել, հաշվի առնել, որ պետք է դիցուկ շրջափակել հմեկը։ Բագրատ Սրբազանը հրաշալի տվեց դրա օրինակը եւ ուղիղ եթեր գնաց։ Դա ընդհանրապես մեկ ատրիբուտ է, բայց ոչ նպատակ, որովհետեւ ով գոնե մենք գիտենք, թե այդ համակարգը ինչպես է աշխատում։ Մի հոգուց է գալիս այդ որոշումը սրանց դեպքում։ Ասում է, սա պիտի ասես, դա պիտի ասում Բագրատ Սրբազանին, ականջականչի։ Ամենաջան ողջույնները մեր եւ շուտապույտ ազատում մեր բոլոր քաղբանտարկյալների։ Շատ լավ ինքը տեսա, մենք բոլորս տեսանք այդտեղ, թե ինչպես էին նրանք սարսափած մեր ժողովրդի զավակներից, որոնք շրջափակել էին։ Եվ ինչպես էր մարդամեկ այդ հարցազրույցի ժամանակ անընդհատ նամակներ ստանում, թե ինչ հարց տուր, մեր ժողովրդի բոլոր խնդիրները թողած եւ այլն, ասում էր նոյեմբերի 9-ի 9-րդ կետի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, ուր է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մի հատ թող ներկայացնեն, trip ուր է։ Մենք այստեղ շատ երկար կարող ենք խոսել, բայց քանի որ առիթը եկավ, պիտի նաեւ շատ կարճ ձեր արձագանքը լսեմ հետեւյալ հարցի շուրջ եւ ամփոփենք մեր զրույցը, պարոն Գասպարյան։ Վարչախմբի հետ ամեն ինչ պարզ է։ Վարչախմբի կերտած քաղաքասարակություն կոչեցյալի հետ էլ է ամեն ինչ պարզ։ Բայց այն, որ այդ մարդիկ շարունակում են ներկայանալ ժողովրդավարության, խոսքի ազատության, արևմտյան արժեքների պաշտպանության քողի ներքո, ու ցավոք սրտի մեր շատ գործընկերներ էլ նրանց դարձնում են ձեռք սեղմումային, դա շատ լուրջ խնդրեմ է։ Մեկ օրինակ, ընդամենը ժամեր առաջվա Հայաստան է ժամանում ադրբեջանցի տերորիստների մի խումբ, լիիրավ նրանց տերորիստ անվանելու իրավունք ունեն, քանի որ այդ մարդիկ շրջափակել են 22 թվականի դեկտեմբերին Արցախի միակ կյանքի ճանապարհը։ Եվ այդ շարքի կանանցից մեկը, որը հիմնավորում էր, թե ինչու արցախցի մանուկները պիտի մահանան եւ ադրբեջանցիները պիտի գան ապրեն Ստեփանակերտի իրենց իբր երբեմնի տներում, ընդունելության է արժանանում ոչ ավել ոչ պակաս անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում Արմեն Գրիգորյանը ծնունդով արցախցի ոչ բարով ընդունում է նաև այդ տիկնոջը նաև մեկ այլ ադրբեջանցու Ֆարհադ անունով, որ իր տելեգրամում շարունակաբար կոչեր անում եղել հայերի արյունը եւ այլն, սրանք քաղաքասարակությունն են, ադրբեջանական քաղաքասարակությունը։ Նրանց կողքը նստում է մի ինքնակոչ թրաշամանուկ, որը շաբաթը մեկ հանրային հեռուստաընկերության ձեր մատնանշած սուբյեկտի հյուրն է։ Բայց ավելի պրոբլեմատիկ է մեկ այլ սուբյեկտ, որը մամուլի հետ կապված ինդեքսներ է չափում եւ զեկույցներ է պատրաստում եւ հրապարակում եւ ուղարկում եվրոպական կառույցների։ Ցավալիորեն շատ լուրջ բացթողում է եղել ժամանակին այս անձանց իրավունք տալը խոսելու մամուլի անունից, հանդես գալու լրագրողների անունից, ակումբներ հիմնելու։ Եվ նրանք ներկայացնում են իբր հայաստանյան քաղաքասարակությունը, ադրբեջանցի մարդասպանների, ահաբեկիչների հետ պետական հաստատության անվտանգության խորհրդի գրասենյակի շենքում նախագահականի եւ ազգային ժողովի միջնամասում ընդունում են ադրբեջանցի ահաբեկիչների եւ դա տարածում են իրենց էջերում եւ այդ մասին քարոզում են եւ հմեկն է այդ մասին ռեպորտաժ անում։ Սա ճեղքել ամենաբարդը պիտի լինի։ Այս մարդկանց ոչ ձերք սեղմումային սարքելը հրապարակավ ամոթանք տալը պիտի լինի մեր գործընկերների համար նորմա, այլապես այս մարդիկ ամոթից չեն շիկնում նույնիսկ իրենց արածից։ Համարում են, որ իրենք հենց պահակ շան գործառույթ են ստանձնել, քաղաքասարակություն են։ Ես զարմանում եմ, որ ձեր այս գիտությամբ եւ փորձով դաշտի դեռ զարմանում եք։ Ես པարզ օրինակ բերեմ, որպես հեռուստադիտողին པարզ լինի։ Ես ձեզ ֆինանսավորեմ, հովանավորեմ 20 տարի։ Մեր հարգարժան Արայիկին, օպերատորին, մյուսին, բոլորին այսպես 10 տարի ֆինանսավորեմ, 11-րդ տարում ձեր մեջ արթնանա այսպես տղամարդկությունը եւ ասեք, ես այլևս չեմ սնվելու ձեզնից, որովհետեւ դուք իմ արժանապատվությունը վիրավորեցիք, բայց ես ամեն օր վիրավորում եմ ձեր արժանապատվությունը։ Ինչ պիտի լինի։ Կամ իրար պիտի հարվածենք, սպանենք, վերացնենք, կամ ես ձեզ պիտի չեզոքացնեմ, վերացնեմ, ճիշտ է։
Հիմա փորձեք այս ամբողջը դիտարկել։ Դավիթ ջան, մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ սնվել են բացառապես մեկ խնդիր լուծել այսօրվա համար։ Այն ինչ արել է մինչև 2018 թվականը եղել է նախավարժանք։ Այս իրավիճակի շահառուն են իրենք բոլորը։ Այս իրավիճակից հետո իրենց բռնել, ինչպես լիմոնի պես ճզմեցին, թափելու են։ Բոլորին անխտիր ասում են։ Իրենց տերերի համար էլ են անպետք դառնալու, հա։ Իհարկե, մի հատ բացեք ընդհանրապես հետախուզական անվտանգային կառույցների գործունեության եւ պատմության դրվագները էլի հետաքրքիր Մոսադից սկսած մինչեւ մի 6, մինչեւ ԿՀՎ, որը ուզում եք Իրան-Իսրայել պատերազմը այս վերջին 12 օրյա իսրայելական լրտեսական ցանցերի ինքնաոչնչացման մեխանիզմները փորձեք ուսումնասիրել։ Իրենց վերացնելու են, իրենք են կամ իրենք են վերանալու եւ անգամ պատահարի զոհ են դառնալու։ Ինչու որովհետեւ իրենք ինֆորմացիայի կարող են հին ու բարի ստալինյան ժամանակներից եկող ավանդույթ։ Եվ որևէ մեկին չթվայել է այդ որ ժողովրդավարություն եւ այլն, այդ բոլոր այո, մենք որպես արժեքներ դավանում ենք, ասում ենք, բայց մենք ժողովրդավար չենք, Դավիթ ջան, ինչ որ մեկի աչքերի համար, աչքերի սիրուն։ Մենք ժողովրդավար ենք, որովհետեւ հայկյան գաղափարաբանությունը դեռ 5-6000 տարի առաջ այդ ամենի մասին այլ ձևակերպումներով խոսել է։ Այն ժամանակ այդ բառը չկար, բայց էությունը կար, հասկացությունը կար։ Հայկական արդարակարգը ընդհանրապես հայկական ինքնության կարևորագույն առանցքային բաղադրիչներից է եղել, որը մենք մոռացել ենք, որ մենք մի կողմ ենք շպրտել, որ քիչ առաջ որ խոսում ենք 20 տարի։ Դա արդարակարգի գաղափարախոսության վերականգնումն է։ Հիմա թող մեր գլուխը չցավեցնեն, էլի, իրենց գենդերներով, չգիտեմ, ինչով ժողովրդավարության ինդեքս են չափում, մամուլի ինդեքսներ են չափում, սովորաբար նման վարձու աշխատողների ամբողջ աշխատանքը գնում է հատուկ կենտրոններ։ Ցավում եմ, որ մեր պետությունը չի ունեցել այնքան խոհեմություն վերջին 20-25 տարվա ընթացքում, որ ինքը ֆինանսավորի եւ պատվերը տա։ Պիտի ունենա Նիկոլից հետո։ Պիտի ունենա եւ այդ դատաբեյսը, այդ տվյալների բազան պետությունը ինքը պիտի ունենա։ Մեկ այլ տվյալների բազա էլ պիտի հրապարակվի, սա էլ ասեմ ու ավարտենք։ Այդ ամբողջ գործակալական ցանցի տվյալները պիտի հրապարակվեն։ Պիտի մեծ գաղտնազերծում արվի, որ հասկանանք թե այս տասնամյակների ընթացքում ով որ կենտրոնից է սնվել։ Մեծ մասի անունները մենք գիտենք, բայց պակասում է դրա պաշտոնականացումը, դրա հրապարակումը։ Բավական է հետևել այդ անձանց հարցազրույցների վերնագրերին անգամ, հասկանալու թե որ կենտրոններից են սնվում եւ ինչի համար։ Բայց այդ մեծ գաղտնազերծումը լյուստրացիան թշնամական շահերի սպասարկումների Հայաստանում պիտի արվի, որ Մարիա Կարապետյանները այլևս երբեք նույնիսկ տեսականորեն հնարավորություն չունենան ազգային ժողով ներթափանցելու որևէ կուսակցության ցուցակով։ Ես քանի որ ավարտում ենք մի շատ հետաքրքիր դեպք պատմեմ ձեզ, պատմաքաղաքական օրինաչափություն եւ երբ խոսում ենք Արցախ-հավաքական վերադարձի տեսլականի եւ մեր անելիքների մասին առհասարակ 74 թվականին, երբ թուրքերը մտան Կիպրոս, Հյուսիսային Կիպրոսը օկուպացիայի ենթարկեցին, իրենց հետ համագործակցող եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաներ հարց էին բարձրացնում, թե կրթական ինչ քաղաքականություն եք վարելու այստեղ, քանի դպրոց եք ստեղծելու, ինչ եք անելու, ի վերջո մտել եք Եվրոպա, մեր սահմաններին եք։ Եվ պիտի առնչվեք մեզ հետ։ Պատասխանը կարճ կոնկրետ եւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Առաջիկա 10 տարում մենք այստեղ ոչ մեկի չենք կրթելու։ Մենք այստեղ սովորեցնելու ենք զենք գործածել, որ կարողանան իրենց երկիրը պաշտպանել։ Կարծում եմ ռազմավարական ասիմետրիկ մտածողության առումով Հայաստանն ու Հայաստանը առաջիկա տասնամյակում շատ բան ունի սովորելու տարածաշրջանի որոշ երկրների փորձից, խոսույթից, բայց դրա տակ տնելով ռեսուրսային ուժ։ Եվ այդ ռեսուրսը պետության ուժը գիտակցելը, ներքին քաղաքականության վրա կիրառելը, դիվերսիֆիկացնելը, արտաքին դաշտում համապատասխան աջակիցներ, համախոհներ գտնելը եւ ամենակարևորը
այդ ամբողջը ոչ թե տեսահայեցակարգային առումով մատուցելը, այլ կոնկրետ պրակտիկ կիրառելի արդյունքների հասնել եւ այդ ամբողջը վերածել ինստիտուցիոնալ հիշողության։ Ես շատ շնորհակալ եմ այս չափազանց արժեքավոր զրույցի համար։ Հարգելի գործընկեր, շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում էի Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանի հետ։ Սա ուրախնդիրն է 168 TV-ի եթերում, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։